Ադրբեջանը հայտարարում է խաղաղության մասին, սակայն իր քաղաքական օրակարգում շարունակում է առաջ տանել իր այսպես կոչված պատմական արդարության վերականգնման ճանապարհը, որն անցնում է Սյունիքի եւ Վայոց ձորի միջով։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, խոսույթն ակտիվացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Մինչև վերջին իրադարձությունները Ադրբեջանի ղեկավարը տարբեր դրվագներով ասում էր, որ Երևանը, Սևանը եւ Սյունիքը իրենց պատմական տարածքներն են, հիմա իրենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունն են համարում իրենց պատմական հող եւ 2022 թվականի դեկտեմբեր 24-ին Իլհամ Ալիևը առաջին անգամ նման հայտարարություն արեց, որ Հայաստան աննով պետություն գոյություն չի ունեցել, Հայաստանը մեր պատմական հողն է։ Այդպիսի հայտարարություն Իլհամ Ալիևը նախորդիվ չէր արել։ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքները եւ վերադարձնելու մասին կարծես չի էլ խոսվում։ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նկատում է, Ադրբեջանը իր սահմանադրությունում գրչով ընդունում է հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը, գետնի վրա խախտում այն։ Ադրբեջանը պարբերաբար օկուպացնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ու իմ խորը համոզմունքով դա արվում է լուր համաձայնությամբ այսօրվա կառավարությամբ։ Խնդիրը այստեղ գիտեք որն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը կտրված է Հայաստանի շահերից, իրականությունից եւ ժողովրդից։ Մինչ Հայաստանի գործող իշխանությունը փորձում է շրջանառությունից դուրս բերել հայկական Արցախը անգամ որպես բառ, Ադրբեջանը պետական մակարդակով քարոզչություն է անում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կոչելով Արևմտյան Ադրբեջան։ Տաթև Հայրապետյանը Բաքվի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից գրառում է հիշեցնում։ 1918 թվականի մայիսի 28-ին անկախության հռչակագրի ընդունմամբ հիմնադրվեց մուսուլմանական աշխարհում առաջին խորհրդարանական ժողովրդավարությունը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ինքնիշխան տարածքը կազմում էր 114,000 քառակուսի կիլոմետր։ Սա տարածքային հստակ պահանջ է, ընդգծում է Հայրապետյանը։ Ադրբեջանը անընդհատ ինչ-որ փորձեր է անում Հայաստանի սահմանադրության մեջ եւ այլ դրվագներով խնդիրներ տեսնել իբրև խաղաղության հաստատման ճանապարհին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շատ անթակույց մեր դեմ մշակում է հստակ սավթողական հայեցակարգ, քաղաքական, կրթական, ակադեմիական տարբեր մակարդակներով, բայց Հայաստանի իշխանությունները դա որևէ կերպ չեն օգտագործում Ադրբեջանի դեմ, որևէ կերպ մեր միջազգային գործընկերների հետ չեն կոմունիկացնում, որ դա խոչընդոտ է խաղաղությանը։ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ունեցած տարածքային նկրտումներն արձանագրված են նաև Ադրբեջանի սահմանադրությունում։ Սա հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ասել. Մենք սա չենք ասում ուղղակի հայելային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով։ Ես կարող եմ բացատրել։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հղում է կատարում անկախության հռչակագրին, այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ։ Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը հռչակվել է իր ինքնիշխանության շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի հանրապետությունն է, ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի։ Մինչ Հայաստանում նոր սահմանադրության տեքստի վրա են աշխատում, Ադրբեջանը չի էլ պատրաստվում որևէ փոփոխություն կատարել իր սահմանադրությունում։ Իրավական հարթակում Ադրբեջանի հռչակած սկզբունքներն ու քաղաքական պրակտիկան հաճախ չեն համընկնում։ Մինչ երկրները հայտարարում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, քաղաքական խոսույթում եւ գործողություններում շարունակվում են փոխադարձ անվստահությունն ու հակասությունները։ Փորձագետների գնահատմամբ այս անհամապատասխանությունը ոչ միայն բարդացնում է բանակցային գործընթացը, այլև թույլ չի տալիս ձևավորել կայուն եւ կանխատեսելի խաղաղության միջավայր։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։